Մենք գտնվում ենք Քարահունջում եւ պատական չի, որ այսօր ենք գտնվում Քարահունջում։ Այսօր հունիսի 22-ն է եւ մենք գիտենք, որ դեռ վաղնջական ժամանակներից համենայն դեպս հայ մարդը, որը որ արարել ու ստեղծել է Քարահունջ աստղադիտարանը, շատ լավ գիտեր արևի եւ աստղերի բոլոր ցիկլերը։ Եվ այսօր արևադարձի օրը մենք գտնվում ենք Քարահունջում, որպեսզի եւս մեկ անգամ չափագրենք, եւս մեկ անգամ խոսենք ու տոնենք արևադարձի օրը, նշելով նաեւ Քարահունջի խորհուրդը արևադարձի օրվա հետ կապված։ Հիշեցնեմ, որ Քարահունջի հուշահամալիրի կենտրոնում գտնվում է արևի տաճարը։ Մենք հիմա տեսնում ենք արևի տաճարի մուտքը, ի պատիվ մեծ գիտնական Պարիս Հերունու, որը անվանել է արևի տաճար, շատ դիպուկ է, որովհետև արևի տաճարը ունենալով հստակ ուղղանկյուն հատակագիծ ուղղված է հստակ արևադարձի կետին։ Մեր դիմացը տաճարի ուղիղ առանցքով ընկնում է Իշխանասարը, որտեղից արևը ծագում է արևադարձի օրը։ Բնականաբար դա ավելի գտնվում է հյուսիս-արևելյան հատվածում, արևելքից մի փոքր դեպի հյուսիս շեղված ուղղությամբ, որովհետև դա արևի մաքսիմալ պիկի ծագման կետն է, որից հետո արևը շրջադարձ է կատարում եւ հետ է նահանջում։ Այդ տեսակետից տաճարը ունեցել է իր կարևոր խորհուրդը այս ամբողջ համալիրի մեջ եւ աստղագիտական նշանակության տեսակետից շատ արժեքավոր է։ Մնում է բացահայտենք նրա առավել թաքնված եւ առավել հետաքրքիր նրբությունները, թե ինչպես են օգտագործել, ինչպես է կիրառվել եւ ինչպիսի գաղտնիքներ է իր մեջ պարունակում։